Արա, ես եկաք փողով քվեարկեցիք փախակ։ Էդ էր ձեր հայրենասիրությունը։ Գիտեք, ես ձեր վրա ինչի համար եմ զարմանում, որտեղ ճղում եք ձեզ, ասում եք Արցախը մերն է, Արարատը հանեցին անձնագրի վրից։ Ու չեք ուզում ձեր հայրենիքը առաջ տանեք։ Հիմա մի հատ sense պատկերացրեք, էլի, մի հատ սովորական բան պատկերացրեք։ Գնացինք Լենինականի ջոկատով, Գյումրու ջոկատով։ Գրավեցինք չերես Թուրքիա Սև ծովը։ Կարանք, իմ արև կարանք։ Sense կարանք մտնենք էստերից, ընծերից դուրս գանք։ Ուղղակի Գյումրին եմ ասում, որովհետև Գյումրին ամենամոտիկն է, ամենամեծ բանակով։ Հելան գնացինք գրավեցինք։ 15 րոպե հետո մեզ ընդ ոչնչացնելու են, որովհետև դիրքերը պահելու մարդ չենք ունենալ։ Հասկանում եք։ Ու այդ մարդիկ, որոնք դուրս են եկել Գյումրիից, իրանք զրկվելու են իրանք Գյումրիից, որովհետև գալու են լծվեն դե։ Դուք նյուժելի մի քիչ ինքնասիրություն չունեք, կարա։ Կամ էլ այդ երրագլուխ Պուտինի կուսակցությունը, որ այսօր դրել է մենք անարդար, ինչ ասես ասում են, ու ելեն 300,000 ադրբեջանցիների մասին են խոսում։ Հա, իմիջիալոց ես արդեն շաբաթից ավել ժամանակ անցի ադրբեջանցիներին չեմ տեսել։ Սարկազմը մի կողմ։ Հələ մի հատ դուք ձեռները դրեք սրտներիդ վրա, ուղեղներդ միացրեք ու հասկացեք ինչա հիմա մեր մոտ կատարվում։ Մենք ստացել ենք ինքնիշխանություն։ Էլ Պուտինը չի կարող մեզ ասի մենք ինչ պետք է անենք։ Պետությունը իր քանդվում է, Կրիմը ձեռից խլում են, այսօր եկուս պատերազմ է իրանց մոտ սկսելու։ Այտենց երաշխիք եք մանգալի ձեր համար, որը կայնացրել էր իր խաղապահերին Արցախի Միջանցքին ու երեխեքը սովի պատճառով դուրս եկան Արցախից։ Այտենց պաշտպաններ են ձեզ պետք, այտենց երաշխիքներն են ձեզ պետք, որոնք իրանց պարտականությունները չկատարեցին ՕԴԿԲ-ի պայմանագրով, որ Ադրբեջանը մտավ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Այտենց երաշխիքներ եք դուք մանգալի, այտենց խաղաղություն եք դուք պայելու, արա, իրանք ուզում էին, որ մենք Հայաստանի Հանրապետության բանակով մտնեինք Արցախ, գիտեք խի, որ իրանք բերեին իրանց խաղապահերին դնեին ոչ թե արդեն Արցախում, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սուվերեն տարածքում, բայց իրանք թքին փայտիկի վրա հիմա կուլ են տալի։ Չեք հասկանում, որ մենք հիմա հզորանում ենք։ Չեք հասկանում, որ մեզ պետք է հիմա այն ինչ որ մենք կարողանում ենք ստեղծենք, մեզ մեր իշխանությունը ներկա ու այն իշխանությունը, որը կար։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը տվել է այն հնարավորությունը, որը մենք չենք ունեցել մի դարից ավել։ Ցեղասպանության պատճառը ռուսն է եղել, որովհետև ռևոլյուցիայի վաղտ ձիերով հելել են, փախել են, մեզ փուրն են տվել։ Մեր այդ պայմանավորվել էին, որ մենք պետք է ծովիսով Հայաստանը վեկալենք ընկերություն անենք, հելան թռան։ Արցախը իրանք են տվել։ Էթնիկ մակրությունը իրանք են ստեղծել։ Իրանք են այնց արել, որ Ադրբեջանը կարողացել է բան Արցախը հայաթափի։ Իրանք են եղել։ Ու դուք անհասկացողների նման դրել եք կպել եք Պուտինի 5-րդ կետին, հա, չեք կարող մի քիչ հավաքվեք։ Հայ են կարա վերջով։ Մենք կարանք ում ասես ինչ ասես անենք, թշնամիներին կարանք չներենք, բայց մենք հայ ենք, մենք իրար պտի ներենք, մենք իրար հետ պտի ապրենք, մենք իրար հետ ընտանիքներ ենք կազմում ու սխալ է որ ինչ որ կուտոկա հավաքվե, փոքրամասնության կուտոկա հավաքվե, որոնք փողով բերել են արտասահմանից իրանց տերերի կողմից քվեարկություն անող ժողովուրդ 70%-ը քվեարկել է փողով բանի կողմ Կարապետյանենց ընտանիքի համար 70%-ը հիմա մենք պետք է համախմբվենք մենք պետք է իրար հետ աշխատենք արա վայելեք այն ինչ որ մենք ունենք հիմա արդեն օգնեք ամրացնենք այն ինչ որ մենք հիմա ունենք մենք հիմա նոր առաջի քայլերն ենք անում երեխու նման առաջի քայլերն ենք անում մենք ունենք հիմա ինքնիշխանություն արա այդքան զենք ենք մենք ենք արտադրում ծախում ով էինք մենք Ռուսաստանի երաշխիքի տակ շուն էինք մենք Պուտինի համար հասկանում եք ինչ ասում են տենց անում ենք արա հայրուս գազարտը կոպեկներով Քոչարյանը տվեց Պուտինին արա
Սամվել Կարապետյանը քանդեց հեծը, Ծառուկյանի մասին էլ չեմ ուզում ասել։ Ինչ եք ուզում դուք։ Եկեք համախմբվենք ու պաշտպանենք այն ինչ որ հիմա մենք ունենք, մենք պետք է հիմա նենց անենք, որ հայը գա արտասահմանից ու համախմբվի, որովհետև ես էլ եմ ուզում այդ Արցախը, դուք էլ եք ուզում այդ Արցախը, բայց դուք ուզում եք, որ այդ Արցախը հայ արունը գնանդե թափվի, Ռուսաստանը բերիստե իր խաղապայերին ու դառնա այսի Ռուսաստանի գուբերնիա, ես ուզում եմ նայոմնիկներով էդի անեմ, արա, բայց հիմա չէ, ու կարողա հնարավորություն լինի, որ էդի չարվի, որովհետև այն պետության մեջ, որը ունի զարգացած էկոնոմիկա, որտեղ խաղաղություն է, որտեղ մարդիկ հանգիստ ապրում են, որտեղ մարդիկ գումար են աշխատում, այդ պետություն ուրիշ պետությունի կտորներ են գալիս կպնում առանց պատերազմի էլ ենք պատրաստ, բայց խի մեր հայ արունը թափենք այդ պատերազմին, ումից ենք վատարա, որ չենք կարողանում բերենք մեր երկու հատ են կապիկներից լսենք ստե զենքերը տանք ձեռը գրանատը վերանդեն հու անելով գնան մեռնեն, դու գնան սատկեն, ինչ, կարակ ասեք անմարդկային ես մտածում, թքած ունեմ յուրաքանչյուր արյունի վրա, եթե հայ արունը պահպանվում է, թքած ունեմ մարա, պետք է մենք հավաքվենք, հայերին պետք է արտասահմանից բերենք, որովհետև արդեն այնպես դարում ենք ապրում, որ սաղ ինտերնետը վարվում, մարա, մենք կարանք իմաստուց նստենք Ամերիկայի հետ աշխատենք, Չինաստանի հետ աշխատենք, տոխի չէ Ռուսաստանի հետ էլ աշխատենք, ոնց որ հավասարել ոչ թե շուն, Սաղի հետ, Ուկրաինայի հետ կարանք աշխատենք, Եվրոպա, սաղի հետ կարանք աշխատենք, в общем, նստած Հայաստանում, բայց պետք է հայերը լծվեն ստե, որ Հայաստանը ամրանա, ամեն տարի ավելանում է բնակչությունը, ինչ Քոչարյանը թռել է իշխանությունից, ինձ այդ ռուսական բաները, գեներալի դիրեկտորները թռել են, փախել են, կորցրել են իրանց հնարավորությունը ստեղ թալանելու։ Հայաստանի Հանրապետություն հայ է վերադառնում, ժողովուրդ հայ է վերադառնում։ Իսկ մենք պետք է համախմբվենք, որ սաղովի բերենք հայերին ստեղ, սաղովի, որ հետո ավելի հզոր դառնանք։ Իսկ հիմա իրանք մեր մեջ կռիվ են գցել, սարքել են բան, երկու կողմից գել ենք մենք, իրանք են նապաստակին գցում են մեջտեղը, ասում են դե կերեք իրար։ Դուք կերեք, ռազիլա վլաստվույ, կերեք մինչև մենք տենանք ինչ ենք անելու։ Ինչա մենք այդքան դեբիլ ենք, հա։ Մենք չենք հասկանում, որ իրանք մեր արունի հետ են խաղում։ Իրանք մեզ բաժանում են, որ իրանք ստեղ իշխանություն ելնեն։ Այսինքն արդեն էլ չեն ելնի, բայց դե համենայն դեպս իրանք շահերի մեջ է, որ մենք իրար ուտենք։ Էդ են իրանք անում, հա, դուք քիչ եք, բան չունեմ ասելու, փոքրամասնություն ենք, բայց ամեն ինչ կարելի է կարգավորել, խելքներդ, գլուխներդ հավաքեք։